110 տարի անցեր է մենք շատ կցավինք մեր ցեղասպանությունը աշխարհի հայության բարտքն է աշխարհի 4 կողմը ուքան ծաղիկներ թուրքը գմադուսեն եւ այլն բոլորս գիտենք բայց այսօր վերջը կա 110 տարի անցեր է ոչ մի արձագանք չկա որտեղ աշխարհի բոլոր ղեկավարները ցուցամոլություն կամ գալիս գնում են մեր ղեկավարներից է կախված մեր ղեկավարները կատրիգոսը բոլոր ղեկավարները հին ու նոր պիտի չասենք հին ու նորը բոլորը պիտի միասնական լինեն ու կան այստեղ դիզերնագապերտ եթե բոլորը հավասար կան արդեն գսկան մեր ուժը գսեն բոլորը միասնականության մեջ է Դուք որտեղից եք ներողություն ես դիփանան Ներկայանաք Արմեն Ջորջ Հարգելի Արմեն, դուք տեղյակ եք, որ այսօր առավոտյան միասնականությունից եք խոսում, բայց վարչապետ Փաշինյանը իր շքախումբով եկել է Ծիծեռնակաբերդ եւ այդ ընթացքում քաղաքացիների մուտքը փակ է եղել հուշահամալիր, այսինքն անգամ քաղաքացիների ուղեկցությամբ դա չի։ Դուք խոսում եք նախկին իշխանությունների հետ միավորման մասին, ո՞նց եք դա հասկանում։ Չէ, բոլորը միասնական պիտի լինենք, ես թեմ չեմ բոլորին, բոլորս պիտի սիրենք իրար, հարգենք իրար եկեք մեկ կողմ տնենք հին ու նորը եկեք թուրքը չարթեց թուրքը չասեց հին ու նոր բոլորից չարթեց 15-ի չարթը Արցախի չարթը Սումգայիթի չարթը այնտեղ գուսակցականներին բոլորին չարթեց մենք եկեք այստեղ խոսում ենք միասնության մասին միասնական լինենք վերջ տանք Փաշինյանը, Քոչարյանը, Սերժը Բայց էական տարաձայնություններ կան ներկայիս իշխանությունները գտնում են որ նույն ցեղասպանած Թուրքիայի հետ մենք խաղաղության ճանապարհ ունենք անցնելու հետեւաբար կարող ենք այդ հարցը ցեղասպանության դնել դարակում Խաղաղությունը լինի այն դեպքում որ պիտի նույն երկու կողմի շահերը միասնական լինի եթե մենք միասին լինենք թուրքը մեր հաշիվը գանի գասին իրենք բոլորը միասնականան մի հաշվի շուրջ պիտի նստի սեղանի շուրջ մենք պիտի Թուրքի հետ գաբ ունենանք օդարի հետ կապ պիտի չունենանք Ամերիկայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Եվրոպայի խաղաղություն հավատում եք որ խաղաղություն կլինի Թուրքիայի հետ որը ցեղասպանել է մեզ 110 տարի առաջ մնումա թուրք պիտի զսկուշ լինեն խաղաղությունը լինի թե չի լինի նորեն թուրքը մնումա թուրք 15-ի չարթը շարունակվում է միջև այսօր 110 տարի անցեր է 15-ի չարթը շարունակվում է մենք պետք է լինենք զգոն տնտեսությունը զարգացնենք բոլորս պիտի միանանք իրար տնտեսությունը զարգացնենք ունենանք հզոր բանակ այն ժամանակ կասենք թուրք արի մեր հողերը դուր ոչ մեկը իրավունք չունի մեր բանջարներն է մեր իրավունքն է մեր բաբերի մենք պիտի միասնականությունից ասկանում միասնություն մի ցերկ մի փորձից ասկում ամեն ինչը ու 110 տարի անցեր է մենք իրար միս են գուտում դա չի կարելի դա մեր դգարգետն է հայ ժողովուրդը պիտի միանա իրար սփյուռք Արցախ Հայաստան խդրություն պետք է չի տնեն բոլորս հայ ենք բոլորս տնտեսությունը զարգացնենք արտիական զենքերը մենք ստեղծենք ու մենք Թուրքին ասենք եկեք սեղանի շուրջ Պիտի բادرազմով առնես թուղթը ամեն բարապան է թուղթ ուսրակելը որն է այսօր Սիրիայի մեջ ալավիներին թուրքը մտավ ցեղասպանություն արեց երենք ասում են 1500 30000 անցեր է ցեղասպանեցին երեխա մանուկ թուրքը մնումա թուրքը որ դուք ասում եք խաղաղություն պիտի զսկուշ լինես այդ խաղաղության մեջ կմտնե մեր բայկարը իրար միասնությունը մենք պիտի ստեղծենք արտիական զենքեր որ Թուրքի դիմացել ենք արիստեղ տալիս է մեր բանջը կամ հողերը չես տալի այն ժամանակ մենք այնքան ուժեղ պետք է լինենք Իսրայելից ուժեղ Իսրայելի նման բերենք որ Թուրքը մեր դիմաց չգարա խաղա Երբ քաղաքացիները այրեցին երեք Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները վարչապետ Փաշինյանը դատապարտեց դա ասելով որ դա հրահրող է սադրիչ քայլ է եւ չպետք է նման քայլ անեն դուք որպես քաղաքացի կողմ եք որ Թուրքիայի դրոշը Ադրբեջանի դրոշը այրվի Գներեք ես չեմ ուզում ինձ ցուցադրել ես 44 օրյա բայրազմի հենց մադաղիսում այրերեմ Ադրբեջանի դրոշը հայո եւ դեպիալները գա YouTube-ի մեջ եւ այլ էդի դա է որ
ամբողջ աշխարհը թող տեսնի որ այո մենք ճշտամի ենք իրենք ուզում են փնաչնչեն Հայաստանը Արցախը իրենք արևմտյան Հայաստանը որ փնաչնչեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ում այդ հայկական բարերը որ քրած է էդի չեն կարող չնչեն հայկական եկեցիրը անին ավերակ անին արևմտյան Հայաստանը ուր որ գնում ենք լրիվ հայերեն բարերը գադակավին էդի գիտեք ոնց եկեք նորից եմ ասում եկեք նախագահներին չխառնենք իրար Փաշինյանը այսպես ասեց Քոչարյանը Լևոնը այսօր ժողովուրդը պիտի որոշի էդի դիվանագիտությամբ պիտի կա Փաշինյանը ինչ որ ասում է մենք կատարում ենք ոչ էլի վարեցին էլի չի վարեցին իրենք ասում են իրենք ուզում են բան ծևով քաղաքական ծևով մտնեն դիվանագիտություն հաշտեցումը բայց պիտի միշտ ուշքուշ լինել թուրքը մնում է թուրք